Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ 1-ից 4 տարեկան երեխաների ծնողներին։ Կարևոր է նկատի ունենալ, որ այս ամենը վերաբերում է հենց 1-ից 4 տարեկան երեխաներին, ոչ 1-ից փոքրերին եւ ոչ 4-ից բարձր տարիքի երեխաներին։ Դե ինչ, գնացինք։ Այս տարիքի երեխաները հիմնականում չեն մտածում իրենց արարքների մասին։ Նրանք չունեն պատկերացում, որ իրենց արարքները հետագայում հետևանքներ կարող են ունենալ, եւ նրանք երկար մտածողություն չունեն եւ ապագայի եւ անցյալի մասին։ Այսինքն մի բան, որ իրեն 3 օր առաջ եք ասել, ամենայն հավանականությամբ նա այսօր չի հետևի այդ ասածին եւ նա որևէ քայլ չի անի մտածելով, թե 2-3 օր հետո ինչ կարող է տեղի ունենալ։ Նրանք չեն շարժվում այդ հետագայի պլանների համատեքստում, հետևաբար նրանց արարքները հիմնականում իմպուլսիվ են եւ պահի ազդեցության տակ։ Ինչքան էլ այս տարիքի երեխան լինի խելացի, ունենալ մեծ բառապաշար, այս շրջանում երեխաների բառապաշարը դեռ շատ սահմանափակ է եւ նրանք հիմնականում չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքների մեծ մասը բառապաշարի միջոցով։ Եվ հիմնականում այս շրջանում երեխաներն իրենց զգացմունքներն արտահայտում են բղավոցի, լացի, հարվածելու, քաշելու միջոցով։ Սա բնական է։ Էմոցիոնալ փոթորիկները այս շրջանում բավականին տարածված են եւ ավելին դրանք երեխայի զարգացման նորմալ շրջանի մաս են կազմում։ Բնական է, որ ձերի 1-ից 4 տարեկան երեխան ունենալու է էմոցիոնալ փոթորիկներ, հիստերիաներ եւ այլն։ Այս շրջանում ձեր գործը ոչ թե նրանց կառավարել, փորձելն է, նրանց ամոթանք տալ կամ բարկանալը կամ առավել եւս նրանց հետ կորցնել ինքնատիրապետումը եւ սկսել բղավել, այլ ձեր գործը նրանց կողքին հանգիստ եւ հստակ լինելն է։ Այսպիսով երեխային դուք ցույց կտաք ինչպես կարելի է իրենց պահել, 1, եւ երկրորդ նրա համար կլինեք այն խաղաղ նվահանգիստը, որտեղ նա կարող է կանգ առնել իր զգացմունքային այդ փոթորիկների մեջ։ Հիշեցնեմ, որ այս շրջանում երեխայի ուղեղը դեռ բավարար զարգացած չէ ինքնատիրապետման հմտությունների համար, եւ հիմնականում նրանք չեն որոշում կամ նախապես չեն պլանավորում, երբ ունենան այդ էմոցիոնալ պոռթկումները եւ չեն կարողանում կառավարվել այդ շրջանում, այսինքն իրենց շատ դժվարությամբ կարող են հանգստանալ։ Նրանք ձեր կարիքը ունեն այստեղ, կարիքը ձեր հանգստության, ձեր խաղաղության, ձեր սիրո ու ներկայության։ Հիշեցում, որ այս շրջանում երեխաները ոչ մի նախապես պլաններ չունեն իրենց ծնողների խայտառականելու փողոցում կամ խանութում, նրանց ուղեղը դեռ բավարար զարգացած չէ այդպիսի պլաններ մտմտալու եւ ձեր դեմ գործելու համար։ Նրանք նաեւ մանիպուլյացիաներ հիմնականում չեն անում, դա իրենց զգացմունքներն են իրենց բնական ու նորմալ վիճակով, որոնք նրանք դեռ չեն կարողանում կառավարել։ Եվ նրանք կատարյալ ծնողավարության կարիքը չունեն։ Նրանք չունեն կարիքը ձեր կատարյալ լինելու։ Նրանք պարզապես ունեն ձեր կարիքը ձեր սիրո, ներկայության, հանգստության, խաղաղության, որպեսզի այդ մեծ փոթորիկների շրջանում իմանան ու վստահեն, որ իրենց ծնողն իրենց կողքին է եւ կարիքի դեպքում կողքին կլինի։ Ուրեմն, ինչ ենք անում այդպիսի իրավիճակում, պարզապես երեխայի կողքին ենք լինում, հանգիստ, հնարավորինս եւ խաղաղ։ Ու երբ զգում ենք, որ երեխան արդեն պատրաստ է, նրան գրկում ենք եւ հանգստացնում։ Կարիք չկա նրան ամոթանք տալ, բարկանալ վրան կամ ինչ-որ պատժով վախեցնել։ Սա նորմալ ու բնական վիճակ է։ Սա չի նշանակում, որ դուք վատ ծնող եք կամ ձեր երեխան վատ երեխա է։ Շնորհակալ եմ։